Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանները ձերբակալվել են, ինչ քրեական վարույթի շրջանակում են տեղի ունեցել գործողությունները։ Զանգվածային խուզարկություններ Երևանում, որ ընկերություններն են հայտնվել իրավապահների թիրախում։ Իշխանությունը խոսել է բանակում մահերի պատճառների մասին, ինչ է ցույց տալիս վիճակագրությունը և ով է պատասխանատու ստեղծված վիճակի համար։ Հայաստանը առաջիկա 5 տարում հապկ վերադառնալու ծրագիր չունի, ինչ պատասխան է տվել Կրեմլը Երևանին։ Ռուսաստանում նոր զորահավաքի մասին լուրերը Կրեմլը հերքում է, ինչ է ասել Դմիտրի Պեսկովը։ Հայաստանի երկրորդ նախագահ Հայաստան խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին և նրա որդուն Սեդրակ Քոչարյանին ձերբակալել են։ Հակակոռուպցիոն կոմիտեն մեզ հայտնել է, որ բացի նրանցից ձերբակալվել են ևս 4 անձ։ Թե ինչ քրեական վարույթի շրջանակում և ինչ հոդվածներով են նրանք ձերբակալվել, իրավապահները դեռ չեն մանրամասնում։ Միևնույն ժամանակ մեր տեսախցիկը հակակոռուպցիոն կոմիտեի բակում նկատել է շտապ օգնության մեքենա։ Կոմիտեից մեզ հայտնել են, որ շտապ օգնությունը հրավիրվել է Ռոբերտ Քոչարյանի համար։ Մինչ այդ վաղ առավոտից իրավապահները 3 անչափահաս երեխաների աչքի առաջ խուզարկություններ են իրականացնում նաև Ռոբերտ Քոչարյանի որդու Լևոն Քոչարյանի տանը։ Այն բնակարանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, քո երեխաները չպետք է ժառանգեն, երեխաների ներկայությամբ տեսնում եք, քանի ահացականներ կան։ Այսինքն այս շոուի իմաստը ո՞րն է։ Ուղղակի մարդը խոսքը պահում է։ Այսինքն այն ժամանակ, եթե նա թաքցնում է, նույն եթե իր ծրագրին ուշադրություն դարձնեք, եթե նախորդ ծրագրում խոսում էր ինչ-որ բաներ, որոնք որ դուր կգան, բայց նա չիրականացրեց, Շուշի, դեուկապացիա եւ այլն, այս ծրագրում արդեն ուղիղ ասում է, որ պետք է երրորդ հանրապետությունը լուծարենք, եկեղեցին քանդենք եւ Հայաստանի տարածքները հանձնենք հարևան պետությանը։ Այս պահին դեռ շարունակվում է Լևոն Քոչարյանի տանը խուզարկությունը։ Խուզարկության մասին առաջինը հայտնել էր Հայաստան խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։ Նա Լևոն Քոչարյանի տան մոտից տեսանյութ է հրապարակել Facebook-ում։ Առավոտ շուտ, ասես դիմակավորված, ուզում հասկանամ, էլի, ներխուժում եմ պատգամավորի տուն, այն պարագային, որ տունը 3 անչափահաս երեխաներ են։ Զուտ ուզում մարժի համակարգը գնահատել, մնացածին նորից հեսա կանրադառնամ։ Չէ, էլի ուզում հասկանամ այս բոլորը։ Ես եմ մարդ կա։ Եկեք ներկայանամ, որ բան չանեք, ազգային ժողովի պատգամավոր եմ ես։ Մեսրոպն եմ Մանուկյան։ Իրավապահները ներխուժել են նաև Լևոն Քոչարյանի կնոջ երգչուհի Սիրուշոյին պատկանող Պրեգոմեշ ընկերություն և խանութներ։ Քննչական գործողություններ են կատարվում նաև Orange Fitness ակումբում և Play City զվարճանքի կենտրոնում, նաև դրանց տնօրենների բնակարաններում։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում խուզարկություններ և այլ վարույթային գործողություններ են իրականացվում։ Այս զարգացումները տեղի են ունենում Նիկոլ Փաշինյանի խորհրդարանում երեկվա կոշտ հայտարարություններից մեկ օր անց։ Հիշեցնեմ, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Փաշինյանը պատասխանելով Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցերին, արժանապատվից իրավապահներին հրահանգել էր ու նեզրկել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Եթե երկրի վարչապետը ասում է, այսինչը պետքա նստի, այսինչը պետքա ունեզրկվի, սա քաղաքական պատվեր է, սա նորմալ չի ժողովուրդ, սա հակասում է եվրոպական ստանդարտներին, ժողովրդավարությանը, այն ամեն ինչին, ինչի համար դուք պայքարել ու եկել եք։ Խոսքը նրա մասին չի, գործընթացներ կարան լինեն, բայց սա այն ոնց էր ասում, այստեղ ժամանակին կար մարդ նստում էր, ասում էր, բայց պոզով պոչով է ալնում։ Բայց պոզով պոչով է այս պատվերը լինում։ Ափաշկյարա օրը ցերեկով այս ամեն ինչը արվում է անընդհատ։
Մեկ էլ էս որ բողոք է հնչում դատարաններից, էլի, ես անկեղծ չեմ կարող հասկանամ, ինչից է դուք դժգոհ, ինչ ուզում եք անում են։ Մի մարդ, որ SMS-ով BDԽ կառույցի ղեկավարը հեռացնում, SMS-ով ու բոլորը երեք մի քանի դատավոր կա այս երկրում, որ ձեր ուզածը չեն անում։ Մի քանի դատավորի մասին է կարող խոսքը, ովքեր այդ բանը ունեն, անկախություն ունեն։ Բայց դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեք ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին։ Ես ձեզ կներեք ուղիղ ասում եմ, որ չի լինելու այդ բանը։ Չի լինելու այդ բանը։ Հիմա ոնց ուզում եք մեկնաբանեք։ Եվ դա ինձ համար քաղաքական խնդիր է, ոչ թե անձնապես, հասկանում եք, անձնապեսի մեջ չի։ Ինչպես հասկացաք, երեկ ազգային ժողովում քննարկվում էր կառավարության 2026-ից 2031 թվականների ծրագիրը։ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր իշխանության առաջիկա 5 տարիների ծրագիրը, որն ուղեկցվում էր ուշագրավ ու աղմկահարույց քաղաքական հայտարարություններով։ Փաշինյանը խորհրդարանում խոսել է իրական Հայաստան գաղափարախոսության, 4-րդ հանրապետության, նոր սահմանադրության եւ անկախության հռչակագրին հղում չանելու մասին։ Ինչ ուշագրավ հայտարարություններ հնչեցին երեկ խորհրդարանում, դիտենք։ Եվ այսպիսով կարող ենք արձանագրել, որ 4-րդ հանրապետությունը հիմնադրված է, 4-րդ հանրապետությունը իրականություն է։ Կառավարության անդամների ու ազգային ժողովի նախագահի ուղեկցությամբ խորհրդարան ժամանած Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 7-ին ժողովուրդը քվեարկել է այս գաղափարախոսության օգտին։ Փաշինյանի քաղաքական նոր բանաձևում Հայաստանի ապագան Ղարաբաղի էջը փակելու եւ միայն 29743 քառակուսի կիլոմետրի շրջանակում կառուցելու մասին է։ Այս մոտեցմանը սակայն կտրուկ հակադարձում է ընդդիմությունը։ Հարցը հայերեն էր, որպեսզի դուք ասեք, թե մեր սահմանադրության եւ օրենքների որ դրույթների հիման վրա եք մշակում ձեր ծրագրերը եւ ով է ձեզ իրավունք տվել կործանելու հայկական պետականությունը եւ ով է իրավունք տվել ձեզ համարակալելու մեր պետությունը, որը համար չունի, այլ ունի անուն։ Այդ անվանումը Հայաստանի Հանրապետություն։ Մեր պետությունը ստացել է 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրով։ Փաշինյանը սակայն պետության համարակալման մեջ խնդիր չի տեսնում։ Նրա խոսքով 3-րդ հանրապետություն ձևակերպումն օգտագործել են նախկին իշխանություններն ու ընդդիմադիր ուժերը, իսկ 4-րդ հանրապետություն անվանելու իրավունքը իր խոսքով իշխանությանը տվել է ընտրողը։ 4-րդ հանրապետությունը Փաշինյանի համար միայն նոր անվանում չէ։ Դրան հաջորդող առանցքային փոփոխություններից մեկը ըստ նրա նոր սահմանադրությունն է, որտեղ անկախության հռչակագրին հղում չի լինելու։ Ինչու՞։ Մի պարզ պատճառով մենք հայտարարել ենք Ղարաբաղի շարժումը չշարունակելու, ավարտելու անհրաժեշտության եւ որոշման մասին, կայացրել ենք այդ որոշումը եւ ժողովուրդը այդ որոշումը հաստատել է։ Ընդդիմադիրները սակայն բազմիցս հիշեցնում են, ժողովուրդը չի հաստատել, քանի որ ընտրության արդյունքում սահմանադրական մեծամասնություն չի ստացել ԿՊ-ն։ Ղարաբաղյան շարժման թեման շարունակում է մնալ Փաշինյանի քաղաքական օրակարգի ամենազգայուն կետերից մեկը։ Եվ հենց այս համատեքստում նրա քննադատության թիրախում կրկին հայտնվեցին եկեղեցին, Արցախի հիշատակումն ու այդ թեմայով հնչող աղոթքները։ Ուղիղ հրանգին ենթարկվող մի շարք հոգևորականներ, իմ տեսածն եմ ասում, սուրբ եւ անմահ պատարակների ժամանակ խորաններից կոչ են հղում Աստծուն, որ նա պահպանի Արցախի հանրապետությունը։ Այսպիսով եկեղեցին դարձնելով պատերազմի քարոզչության ինստիտուտ։ Այս հայտարարությունը ու ամենայն հայոց կաթողիկոսին աշխարհի կանոնով դիմել ազգային ժողովի դահլիճում ընդդիմության հերթական բուռն արձագանքին արժանացավ։ Պարոն Մանուկյան, լրեք մի հատ։ Կտրիչ Ներսիսյանը պետք է հանգիստ թողի վերապահարի։ Հերթահասավ Տիգրանաշենին, որից վաղուց հրաժարվել է Փաշինյանը, բայց 4-րդ հանրապետության խաղաղության օրակարգը բախվեց այն հարցին, որի իշխանությունը փորձում է փակել սահմանազատման օրակարգով։ Նարեկ Կարապետյանը Փաշինյանից պահանջեց պատասխանել, երբ է Ադրբեջանը վերադարձնելու հայկական տարածքները։ Սիրելի Տիգրանաշենցիներ, մենք այսօր քննարկում ենք ձեր տների հարցը։ Դուք այս ընտրություններուն քվեարկել եք, ավելի շատ ձայն եք տվել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քան ուժեղ Հայաստանին։ Այդ պատճառով այսօր մենք քննարկում ենք ձեր տների հարցը ու այսօր ձեր տները վտանգ կա, որ հանձնվելու է Ադրբեջանին։
Փաշինյանը սակայն Կարապետյանի հայտարարությունը ոչ թե տարածքային հարցի բարձրաձայնում, այլ պատերազմի կոչ որակեց, ընդդիմությանը մեղադրելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու համար։ Հիմա դուք ասցիք, որ պատրաստ եք դրա համար պատերազմ սկսել Ադրբեջանի հետ։ Ի վերջո Փաշինյանը չպատասխանեց Կարապետյանի հիմնական հարցին, երբ են ադրբեջանական ուժերը լքելու Գորիսի, Ջերմուկի ու Պառավաքարի հատվածները։ Ձեր խոսքի մեջ մի քանի անգամ օգտագործեցիք Նախճիվան։ Նախճիվան գոյություն չունի։ Նախիջևան։ Եվ եթե խոսեք ձեր թիմակիցների հետ, պարոն Գափյանը ձեզ նույնպես կհուշի Նախիջևան, Գարդման, Շիրվան։ Ընդդիմադիր պատգամավորը նաև դիտողություն արեց Փաշինյանին, խորհուրդ տալով նախ կարդալ հենց կառավարության հեղինակած ծրագիրը, որտեղ նույն հատվածում երասխը սխալմամբ գրված է երասք։ Խաչատրյանը նաև պնդեց Հայաստանի համար ավելի երկար եւ ոչ մրցունակ երթուղու ընտրության հարցում իշխանության ներկայացրած հաշվարկները հիմնավորված չեն։ Ասում եք պատմություն կարդալը ընդունված չի, բայց կարծում եմ ընդունված կարգ է, որ վարչապետը կարդա իր կառավարության հեղինակած ծրագիրը, որի 97-րդ էջի վրա ներքևից 6-րդ էջին գրված է, տեղին ներեցեք, երասք Նախիջևան։ Հենց որ ուրիշներին որ խորհուրդ եք տալի կարդալ պատմություն, ես խորհուրդ եմ տալի կարդալ ձեր իսկ գրած ծրագիրը։ Էներգետիկ անվտանգությունն էլ Փաշինյանի ներկայացրած նոր կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից է։ Նա խոստացավ զարգացնել առևտրային էներգետիկան եւ մինչեւ 2031 թվականն ունենալ 800 մեգավատ կուտակիչներ, բայց միաժամանակ հայտարարեց, գործող ատոմակայանի ռեսուրսը 2036 թվականին սպառվում է եւ առաջիկա 1 տարում Հայաստանը պետք է որոշի, ում հետ եւ ինչ ատոմակայան է կառուցելու։ Խորհրդարանում կառավարության ծրագիրը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը կրկին խոսել էր խաղաղ պայմաններում բանակում արձանագրվող մահերի մասին, դրանց պատճառներից մեկը համարելով քաղաքացիական կյանքից բանակ ներթափանցող բարքերը։ Բայց մինչ Փաշինյանը խոսում էր բանակային ողբերգությունների պատճառների մասին, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զարմանում էր, որ նման դեպքերի համար կարելի է մեղադրել Պաշտպանության նախարարին։ Ինչ է իրականում ցույց տալիս բանակում մահերի այս վիճակագրությունը եւ ով պետք է պատասխան տա դրանց համար, ռեպորտաժում։ Որքան ինտենսիվ են ներկայացվում զինված ուժերի բարեփոխման ծրագրերը, նույնքան մտահոգիչ է մնում մահվան դեպքերի վիճակագրությունը։ Այս տարվա ընթացքում զինված ուժերում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը ժամկետային զինծառայողների շրջանում։ Մեկ օրվա տարբերությամբ նախ հայտնաբերվեց ժամկետային զինծառայող Էդգար Գևորգյանի դին հրազենային վնասվածքով։ Լուրը դեռ չմարսած հայտարարեցին մեկ այլ զինծառայողի մահվան մասին։ Այս անգամ Սիսիանի զորամասերից մեկում է հայտնաբերվել պայմանագրային զինծառայողի դին։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ նախնական տվյալներով 37-ամյա ծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախկին նախարար Սերյան Օհանյանի կարծիքով ստեղծված իրավիճակին պետք է լուրջ գնահատական տա զինված ուժերի ղեկավարությունը։ Նրա խոսքով բանակում կան խորքային խնդիրներ, որոնք ազդում են նաև զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա։ Համապատասխան եզրակացություն պետք է անի զինված ուժերի ղեկավարությունը, լուրջ մի պահ դադար տա եւ գնահատի ստեղծված իրադրությունը, որովհետեւ կան խորքային խնդիրներ, որոնք որ ազդում են զինված ուժերի այս իրավիճակին, լարվածությանը եւ այլն։ Ըստ իս առաջին հերթին, երբ որ վեր ենք լուծում ինքնասպանությունները, որոնց հիմքում ընկած է քնելու համար հայհոյան կնելը, դա կապված է մարտական հերթապահության լարվածության հետ։ Ոչ կանոնադրական հարաբերությունները, անհանդուրժողականությունը, հայհոյանքը, նվաստացումները եւ քրեական ենթամշակույթի դրսեւորումները նույնպես առանցքային խնդիր են։ Եվ հենց այս միջավայրում սովորական վեճը կարող է վերածվել ծեծկրտուքի, իսկ ծայրահեղ դեպքում սպանության։ Մենք բոլորս գիտենք, տեսնում ենք, որ այդ քրեական ենթամշակույթ ատելության մթնոլորտ առաջին հերթին գալիս է հենց երկրի առաջի դեմքից։
Ես չեմ ուզում կրկնեմ նրա բառերը։ Օհանյանը կարևորում է նաև բանակում ուսուցման եւ դաստիարակության համակարգը, նաև սպաների ու սերժանտների պատրաստվածությունը։ Նրա համոզմամբ միայն պատժելով խնդիրը լուծել հնարավոր չէ։ Անհրաժեշտ է աշխատող համակարգ։ Եվ ըստ Օհանյանի չպետք է ամեն ինչ բարթել հրամանատարական ներքևի օղակի վրա։ Ժամանակին երբ որ դեպքեր տեղի ունենում, ասենք վերադասը երկրի ղեկավարությունը պաշտպանության նախարարին ասում էր կարգի բեր իրավիճակը եւ նույնը ասենք ինքը ասում էր գլխավոր շտաբի պետին, գլխավոր շտաբի պետը զորամիավորումների հրամանատարներին, բայց դեպքեր էին լինում, երբ որ հասնում է ամենաներքին օղակին, արդեն այդ ներքին օղակին ասելը վերերացում ամենախիստ պատժի։ Փաստորեն դառնում էր, որ պատժվում էին միշտ այն օղակները, ովքեր որ անմիջական աշխատում են, բայց նրանց օգնել է պետք։ Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի խոսքով ոչ մարտական պայմաններում բանակում գրանցվող մահերի դեպքերը ցույց են տալիս, որ շեղվող վարքագիծը կանխելու եւ վերահսկելու համակարգը արդյունավետ չէ։ Իրավիճակը չեն կարող վերահսկել։ Իրավիճակը վերահսկելի դառնում է այն պարագայում, տեսականորեն, երբ որ իրավիճակը արդեն դառնում է համակարգի ազդեցության տակ, կանգնացվում է այդ process-ը, այնուհետև սկսվում է մաքրման, առողջացման process։ Սարոյանի խոսքով միայն կադրային փոփոխություններով խնդիրը չի լուծվի։ Եթե համակարգի արդյունավետությունը կախված է նրանից, թե ով է տվյալ պաշտոնում, նշանակում է խնդիրը հենց համակարգի աշխատանքն է։ Ցանկացած պոստում, ցանկացած զորամասում պետք է լինեն պաշտոնյաներ, այսինքն ֆունկցիոներներ, որոնք որ հենց պատասխանատու են բարոյահոգեբանական վիճակի համար։ Տեսեք, բարոյահոգեբանական մակարդակ ասվածը ինքը ջոկի հրամանատարից մինչև պաշտպանության նախարար, տեսեք ինչքան օղակներ է իր մեջ ներառում, որոնք որ պատասխանատու են հենց այդ մակարդակի բարձր պահելու վրա։ Բանակում կարգու կանոն հաստատելու խնդիրը չի կարելի լուծել դրսից ուժային կառույցների ներգրավմամբ, շեշտում է Սեյրան Օհանյանը։ Բանակն ունի իր հրամանատարական եւ մասնագիտական համակարգը, որը պետք է կարողանա ինքնուրույն ապահովել կարգապահությունն ու կանխել նման երևույթները։ Ես տեսնում եմ այսօր երկու խնդիր։ Առաջինը ազնագազմի համալրում, ազնագազմը քիչ է եւ այդ կանրաբեռնվածությունը ազդում է մարդկանց վրա, ովքեր որ բոլորը չեն, որ կարող են, ասենք, տանել այդ բոլոր ծառայության ծանրությունները։ Եվ երկրորդը ուսուցման եւ դաստիարակության եւ բանակի առօրյային վերաբերող զորքերի ծառայության ճիշտ կազմակերպում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ասում է, տարիների ընթացքում դեպքերի թիվը եւ աճել է եւ նվազել, իսկ պաշտպանության նախարարին բանակում մահվան դեպքերի համար մեղադրելը նրա խոսքով նորություն է։ Ինտենսիվության հետ կապված ես չեմ կարող գնահատական տալ, որն է պատճառը, որ այս կարճ ժամանակամիջոցում ունենք նման խտություն, բայց այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանի Հանրապետությունում, ինչու։ Իհարկե, ես միշտ հեռու եմ եղել այն մտքից, որ մենք այս հարցին պիտի նայենք վիճակագրության ձևով, բայց կյանքը ու անցյալը, ընդհանրապես բանակի պատմությունը նաև որոշակի վիճակագրություն է ենթադրում։ Փաշինյանն էլ հայտարարել է, որ բանակում մահվան դեպքերի խնդիրը կառավարության ամենամեծ խնդիրներից է եւ դրա լուծման համար անհրաժեշտ են արմատական քայլեր։ Բանակում դեպքերի մի մեծ հատվածը կապված է, այսպես ասած, պոստում քնելու խնդրի հետ։ Եվ հիմա այդ խնդրը ավելի է սրվել, գիտեք ինչի, որովհետև երբ որ խաղաղություն չէր, ոչ խաղաղության պայմաններում, ժամապահության մեջ գտնվող զինվորը ինքն էլ մտավախություն ուներ, որ կարա, եթե ինքը քնի, իր ֆիզիկական անվտանգությունը բան կլինի, կվտանգվի։ Հիմա գիտեմ, որ դա չի լինելու կամ շատ փոքր է հավանականությունը, բայց շրջապատի միջավայրի զորամասի վերաբերմունքը, հատկապես այն զորամասերի, ովքեր պատերազմի հետ ուղիղ առնչություն են ունեցել, մնացել է տեղում։ Այս ամենին զուգահեռ քննչական կոմիտեն մեկը մյուսի հետևից վարույթներ է նախաձեռնում քննելով դեպքերի հանգամանքները։ Ինքնասպանություն, սպանություն։ Խաղաղ պայմաններում բանակի առօրյայի այս դրսևորումները շարունակում են լուրջ հարցեր առաջացնել համակարգի արդյունավետության եւ զինծառայողների անվտանգության վերաբերյալ։ Հատկանշական է, որ օգոստոսի 19-ին ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի զինված ուժերում ինքնասպանությունների եւ ոչ կանոնադրական հարաբերությունների խնդիրները եւ 3 ամսվա ընթացքում համակարգային լուծումների առաջարկներ ներկայացնի։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։
Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու որևէ ծրագիր չունի։ Ավելին, նա նշել է, որ եթե ՀԱՊԿ-ում որոշեն Հայաստանը հեռացնել կազմակերպությունից, ինքը դրանից գոհ կլինի։ Նրա խոսքով դա մեծ կազատի կազմակերպությունից դուրս գալու կամ չգալու երկընտրանքից։ Ես կարող եմ վստահ ասել, որ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու եւ ես գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան եւ կազմակերպությունում իդեպ կանոնադրությունը նախատեսում է նման բան, կարելի է երկրին հեռացնել կազմակերպությունից, ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանի Հանրապետությանը հեռացնել հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից։ Մեզ համենայն դեպս կազատի դուրս գալ չգալու երկընտրանքից։ Մենք չենք պատրաստում, այո, ճիշտ եք, կառավարության ծրագրում հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպություն, արտահայտություն չկա, հիշատակում գոնե մի անգամ չկա, որովհետև հիշատակումը, ինչպես դուք նշեցիք, էլ չենք կարող ասել, այն ժամանակ գոնե գործընկերային տրամաբանության մեջ ենք, ասում ենք դե հարցեր պետք է տանք, պատասխաններ պետք է ստանանք, լավ այդ կարանք մի տարի տենց ասենք, կարանք 2 տարի տենց ասենք, 3, լավ 5 չեք կարող ընդհանուր տենց ասենք։ Մենք բոլոր հարցերը տվել ենք, ոչ մի պատասխան չենք ստացել, հետևաբար ՀԱՊԿ-ի վերաբերյալ մեր հետաքրքրությունը սպառված է։ Փաշինյանի այս հայտարարությունը անարձագանք չի մնացել Մոսկվայում։ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի իշխանության նկատմամբ կիրառելի է միայն մարգարիտները խոզերի առաջ մի գցեք արտահայտությունը։ Մեդվեդևը նաև ասել է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի Եվրամիությանը, բայց երկարաժամկետ հեռանկարում կփչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Մեդվեդևից առաջ արձագանքել էր նաև Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Если Երևան больше не нуждается։ Երևանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե իր ազգային շահերից ելնելով այլևս անդամակցության կարիք չունի անվտանգության ապահովման համար կարևոր այդ կազմակերպությունում։ Այս պահին խորհրդարանում շարունակվում է կառավարության առաջիկա 5 տարիների ծրագրի քննարկումը Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Դրանից հետո պատգամավորները կքննարկեն նաև խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունները։ Ուժեղ Հայաստան և Հայաստան խմբակցությունները նիստը բոյկոտել են։ Ռուսաստանում նոր զորահավաք չի նախատեսվում։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ նոր զորահավաքի մասին տեղեկությունները կեղծ են և նպատակ ունեն ապակայունացնել իրավիճակը Ռուսաստանում։ Պեսկովի խոսքով նման լուրերը տարածում է Ուկրաինայի իշխանությունը։ Ռուսաստանում մասնակի զորահավաք անցկացվել էր 2022 թվականի սեպտեմբերին, իսկ դրանից հետո բազմիցս հայտարարվել են, որ նոր զորահավաքի անհրաժեշտություն չկա։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժ։ Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվում է։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանն ամբողջովին փլուզվում է, իսկ Վաշինգտոնը պատրաստվում է նոր խիստ պատժամիջոցների։ Թրամփն այս մասին գրել է Truth Social-ում այն պահին, երբ Միացյալ Նահանգները պատրաստվում էր ներկայացնել Իրանի դեմ նոր տնտեսական քայլերը։ Միացյալ Նահանգների ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտն էլ հայտարարել է, որ սկսվում է լայնածավալ տնտեսական գործողություն, որի նպատակն է Իրանի իշխանությունների եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորումը հնարավորինս փակելը։ Բայց պատժամիջոցների վտանգը միայն Իրանին չի վերաբերում։ Բեսենտը զգուշացրել է, Իրանի հետ շարունակվող գործարքները կարող են խնդիրներ ստեղծել նաև մյուս երկրների եւ կազմակերպությունների համար։ Վաշինգտոնն արդեն պատժամիջոցներ է սահմանել ավելի քան 60 անձի, կազմակերպության եւ նավի նկատմամբ։ Այս ճնշման պայմաններում Թեհրանը փորձում է տարածաշրջանում նոր կապեր ձևավորել։ Իրանի արտգործնախարարությունը սակայն ասում է, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Պակիստանի հետ Մեքքայի համաձայնագրին միանալու պաշտոնական հրավեր չի ստացել։ Թեհրանին ըստ իրանական կողմի առաջարկվել է քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Բենյամին Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին։ Նա չի ասել, թե կոնկրետ որ որդու մասին է խոսքը, բայց նշել է, ընտանիքին տրամադրվող թիկնազորը շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն։ Իրանի նկատմամբ ճնշումը մեծացնելու հետ մեկտեղ Վաշինգտոնը Սիրիայի հարցում հակառակ քայլն է անում։ Միացյալ Նահանգները Սիրիային հանել է ահաբեկչության հովանավոր պետությունների ցանկից։ Այս քայլը Դոնալդ Թրամփի Սիրիայի դեմ պատժամիջոցները թույլատնելու ավելի վաղ տված խոստման իրականացումն է։
Մերձավոր արևելքից Ռուսաստան, որտեղ ուկրաինական անօթաչուների հարձակումների ֆոնին Մոսկվան նոր կանոններ է սահմանում կարևոր ենթակառուցվածքների համար։ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել։ Եթե կարևոր օբյեկտի սեփականատերը չի կարողանում պատշաճ կերպով պաշտպանել այն, այդ օբյեկտը կարող է ժամանակավորապես անցնել արտաքին կառավարման։ Խոսքն էներգետիկ, արդյունաբերական, տրանսպորտային եւ լոգիստիկ կարևոր օբյեկտների մասին է։ Պատերազմի ֆոնին սակայն շարունակվում է նաև գերիների վերադարձը։ Ռուսաստանն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի խոսքով Բելարուսի միջոցով վերադարձվել է 10 ուկրաինացի զինծառայող, որոնք մինչ այդ համարվում էին անհետ կորած։ Երկու երկրների միջև պատերազմի ընթացքում արդեն հազարավոր գերիներ են վերադարձել, բայց դեռ բազմաթիվ զինծառայողների ճակատագիր անհայտ է։ Վատիկանի բարձրաստիճան դիվանագետ arczepiskopos Փոլ Ռիչարդ Գալագերը մեկնել է Ռուսաստան։ Նա հանդիպելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Վատիկանի նպատակը Մոսկվայի հետ երկխոսությունը պահպանելն է։ Նույնիսկ պատերազմի եւ Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերությունների լարվածության պայմաններում Հռոմը փորձում է դիվանագիտական կապի հնարավորությունը չկորցնել։ Այժմի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abc.media.am։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք, ABC լուրերի գլխավոր թողարկումը ժամը 18-ին է, կհանդիպենք։